Պարոն Սարգսյան, տեսեք, 1 տարուց ավելի արդեն կալանքի տակ եք, նստած եք, խորհել եք, մտածել եք, ինչի էս ամեն ինչը տեղի ունեցավ, ինչը սխալ արվեց, ինչը այնպես չարեց եւ ինչ ծրագրեր ունեք առաջիկայում անելու, ինչ եք ծրագրում հետո անել, երբ որ արդեն կալանքից կազատվեք, խորհելու շատ բան կար, էլի, ինձ թվում է, ինչպես եղավ, որ եկաք, ինչու կալանավորվեցիք, ինչի ամեն ինչ այսպես ստացվեց, ինչպես կմեկնաբանեք այս ամեն ինչը։ Արմինե ջան, ուրեմն ինչու եկա, ասեմ, երբ որ զգացի, որ Հայաստանը իրոք վտանգի մեջ է, ասենք, ամեն չի որ մյուս իշխանությունների ժամանակ ժողովուրդը լավ էր ապրում, բայց Հայաստանը վտանգված չէր, ասեց։ Այո։ Երբ որ տեսանք, որ Հայաստանը իրոք վտանգված է, որոշեցինք սկսել քաղաքական շարժումը եւ այդ ժամանակ արդեն կար շարժում, որը որ ժողովրդի լեզվով ասած թափ էր հավաքում, սրբազան շարժումը, եկանք եւ սատարեցինք, մենք շարժմանը սատարեցինք, չխոսանք առաջնորդների մասին, առաջնորդները կգան, կգնան, կծախեն շարժումները, բայց ժողովրդի շարժումը իսկական է եւ սուրբ է։ Միացանք այդ ժողովրդի շարժմանը ու դրա ապացույցը, որ մենք չենք միացել հենց այդ շարժմանն է, որ մենք շարժումը չկա, բայց մենք շարունակում ենք մեր պայքարը, նույնիսկ լինելով անազատության կալանքի տակ, այո, հիմա ինչ վերաբերում է ինչի ձերբակալեցին, երբ որ արդեն այդ չասեմ կեղծ շարժում, էլի կեղծ չէր, շարժումը կար, խոսքը այդ ղեկավարների մասին է, երբ որ զգացին, որ արդեն Արտակ Սարգսյանը ժողովրդին ճիշտն ասելու, որոշեցին Արտակ Սարգսյանին դեմ տալ եւ հանել ասպարեզից։ Ասենք, եւ կատարեցին։ Ասենք իրանք լինելով պետական կամակատարներ, որոնց նպատակը հենց այդ շարժման ժողովրդին մոլորեցնելը ու շարժումը մարելն էր, որպեսզի պետությունը կատարի իր գործը, երբ որ զգացին, որ Արտակ Սարգսյանը լուրջ հարցեր է իրանց դեմը դնում ու ասում, որ ժողովրդին պատմելու եմ, որոշեցին, որ Արտակ Սարգսյանին եւ եղբորը պետքա եւ արեցին, հիմա ինչ սպասումներ ունեին, ես չգիտեմ, իհարկե ստանդարտ կասկածանքով իրանց ստանդարտ հոդվածները կան, էլի։ Ընդհանրապես, եթե նայեք Հայաստանի քրեական մեղադրանքների էվոլյուցիան, հենց այդ ես հետազոտել եմ, քանի որ հիմա համել երկրորդ կրթություն եմ ստանում իրավագիտություն, Հայաստանի մեղադրանքները կախված են, ասենք, կամ քննչական կոմիտեի, կամ ԱԾ-ի ղեկավարի շուտ զառանցանքներից։ Այսինքն ինձ ձերբակալել են այն ժամանակ, երբ որ ամեն ինչը փողերի լվացում։ Հիմա թե քննչական կոմիտեի ղեկավարին ինչ են արել փոքր ժամանակ, ինչի համար է բոլորի վրա փողերի լվացում, ում ձերբակալում են սաղի վրա փողերի լվացում, թե չգիտեմ տերդերները իրան ինչ են արել, որ այդ մարդը բոլորի վրա փողերի լվացում է դնում, փոքր ժամանակ լվացքի են ուղարկել, մի խոսքով, անձի ինչ-որ չափանիշներով բոլորի մեղադրանքները, սրանից առաջ ուրիշ մեղադրանքներ էր, են մյուս իշխանությունների ժամանակ, հետո ուրիշ մեղադրանքներ, այս մարդու մոտ, ում ձերբակալել են, եղել է փողերի լվացում, թե ԱԾ-ի ղեկավար, թե քննչականի ղեկավար, հիմա այս էվոլյուցիայի ժամանակ են ձերբակալել։ Զենքի մեղադրանքը իհարկե, երբ որ ձերբակալեցին, թուղթը դրեցին դիմացած, ու թղթի վրա սևոսպիտակին գրված էր ձերբակալվել է հանցանքը կատարելիս կամ անմիջապես հետո։ Այդ թղթի պատճեն ունեմ, ասացի լավ տղեկ, այսքան պետական ռեսուրս եք օգտագործել, էլ
7L AZ-ի 7L Alpha լավ է կարել, զենքը ուրա։ Ու քննչական այդ խմբի ղեկավարը ստեղծվել էր քննչական խումբ, քանի որ իբր գործը այնքան մեծ է։ Հիմա դրան հեռացրել են, բայց այդ իրան չի փրկելու, մեկը ինքը օրենքի դիմաց պատասխանա տալու, անունը Հակոբ Շահբանդարյան։ Մի պարսիկ, որը չգիտես ինչու աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում։ Հակոբ Շահբանդարյանը ասեց, «Էսա էդ էլ կլինի»։ Այսինքն մարդիկ պլանավորում են զենք գցել։ Եկավ փաստաբանը, փաստաբանին ասացինք, ուշադիր եղեք տունը ուզարկելուց, սրանք ինչ-որ բան են գցելու։ Իհարկե ընտանիքի անդամները, հեռախոսները 10-15 հոգի պատրաստում են ու ասում են խոզարկությունը պետք է սենյակ մեր դիմաց։ Չի հաջողվում։ Ձախողում են, չեն կարողանում զենք գցել, միանգամից կանչում են զրույցի։ Եղբորս հեռախոսի մեջ իր տոմսն են գտնում, որ ինքը պետք է ճամփորդի, եւ ասում են քաղաքական բաներից հրադե, ասում են լավ, եղբայր էսա ճամփորդել գա, ասում են լավ, բարի քաղաքական դու հայացքներից հրաժարվի, մենք էլ ուրիշ վերաբերմունք ցույց տամ, որը որ իհարկե մերժվում է։ Իրանք էլ ասում են, դե մենք էլ հեսա քեզ կալանքի ենք տանելու։ Ասում են, էդ արեք, վախեցող կա ձեր կալանքից։ Մի խոսքով էլի են կանչում, էլի խոսում, չի ստացվում։ Ասում են լավ, քո վրա հիմա կդնենք փողերի լվացում եւ ապօրենի երկիր մուտք գործել։ Հիմա ապօրենի երկիր մուտք գործելը բացատրում են, որ անձնագրեր եմ ստացել, բայց սեկտ համակարգում մուտք ելք չկա։ Ասում են լավ, տվեք ջան, սենց անգրագետ չի լինի, էլի։ Առաջի ձևը բերեք։ Այնտեղ դեսպանի ստորագրություն կա, որ բոլոր անձնագրերը ստացել եմ կամ Էմիրատի կամ Քուվեյթի դեսպանատաներում։ Քանի որ Աֆրիկային ինձ ամենահարմարը Եգիպտոս քիչ էի գնում, Եգիպտոսից չէի ուզում ստանալ, մեր գլխամասային գրասենյակը Դուբայում է, ամենից Քուվեյթի գրասենյակի ղեկավարն եմ, ինձ հարմար է ընդդեղից, ասում է առաջի ձևը ձեր օնլայն կարաք նայեք, բերեք։ Այդ էլ չեն անում, գիտեն, որ ճիշտ է, հասավ նրան, 2 ամիս անցավ, էլի 2 ամիս, ընտանիքին ուղարկեցի, որտեղ ինչ անձնագիր ունեի, հավաքեցի, բերեցի, որը որ չէի հանձնել, որի մեջ հլը վիզա կար, ներկայացնում ենք իհարկե իրենց կամակատար դատավորին, Մասիս Մելքոնյանին, եւ Մասիս Մելքոնյանը այդ փաստերի տակ արդեն մի խոսքով առաջի ձևը եթե բերեին, նույն այդ, ասենք, եթե անձնագիրը դու դեսպանատանը ստանում ես, հետո այդ առաջի ձևի քարտը գալիս է, համ ես եմ ստորագրում, համ դեսպանը, համ էլ անձնագրի հնի սերիան կտրում է, սոսնձով փակցնում առաջի ձևին, դե անձնագիրը չես հանձնում, քանի որ մեջը հրավերքներ կան, ու գրվում է, որ պասպորտից կանսել, բայց վիզաս valid, այսինքն անձնագիրը չեղյալ է, բայց հրավերքները դեռ աշխատում են, այսինքն ուրիշ երկրների վիզաները դեռ օրինական են։ Հիմա մնում է երկրորդ մեղադրանքը, որը 2004 թվականի Կենիայի օպոզիցիայի ղեկավարի, որը որ իմ թիմակիցն էր, հետո $1.5 միլիոն պարտք էր վերցրել ինձնից, չկարողանալով տալ, բևեր փոխեց, դատական նիստը պարտվել այդ մարդը։ 2004 թվականին դրանից առաջ մեծ պարտիայի կոկային էի ձերբակալել Կենիայում, քանի որ ես հանդիսանում եմ Կենիայի DEA Drugs Enforcement Agency հականարկոտիկի ստեղծողը մեր գումարներով ոչ պետական եւ ղեկավարը շատ
մեծ թմրադեղեր էինք ձերբակալում 2004 թվականին ձերբակալեցինք տոննա 200 կիլոգրամ քողարկված կոկային, հատուկ քողարկված, էպված, որը որ ստացողը պետք է լաբորատորիայում վերամշակեր, որպեսզի ստանար կոկային։ Մի խոսքով, երբ որ 4 հոգի ձերբակալված կար, ավելի շատ էին ձերբակալածները, բայց բազմաթիվ դատավճիռներ մեծերը որ ստացան, այդ 4 հոգին էին։ Հիմա դրանց, երբ որ վճռաբեկը վերջացավ, էլ բողոքելու տեղ չկար, ես հայտնեցի, որ պետք է վերացնել։ Հրավիրեցի ՄԱԿ-ի Drugs and Crime, ոնց է կոչվում United Nations Crime and Drugs հանցագործությունների և նարկոտիկի բյուրոյի ղեկավարին, հրավիրեցի 12 դեսպանատուն, որում ԱՄՆ-ի և Անգլիայի դեսպանատներն էին, և ասացի, տեղը որոշենք, տեղը որոշվեց հնդկական կրիմատորիան, քանի որ հինդուները իրանց մահացածներին չեն թաղում, վառում են, որոշեցինք օրը, ժամը և կրիմատորիան։ Տեղը փոխեցինք այնտեղ, Իմիջիայլ այդ Ամերիկայի դեսպանատունը եկել էր օգնականով, բայց իրոք նրանք օգնական չէին, այլ Ամերիկայի DEA ագենտներ էին, նույնը Անգլիայինը։ Մի խոսքով մենք ուղղակի անվտանգությունն էինք ապահովում, նրանք դիտում էին։ Երևի 2 կիլո չէր վառվել, եկավ այդ օպոզիցիայի ղեկավարը, ասաց սա կոկային չի, կոկայինը փոխված է, կոկայինը սերծող չի հանելու։ Ես չգիտեմ ինքը որտեղից էր այդ գտել։ Անմիջապես այրումը կանգնացնում ենք եւ ասում ենք տեստերը տալիս ենք, ասում ենք փորձեք, որտեղ Ամերիկայի դեսպանատուն հրաժարվեց, ասաց մենք մեր տեստը կբերենք։ Մի քիչ ժամ սպասում ենք, իրանք իրանցը բերում են։ Ամեն առաջի, ամեն երկրորդ, ամեն 10-րդս նրանց ցանկության, նրանք կտրում են, իսկ եթե ինձ քողարկված էր քարի պես էր, էլի պետքա սղոցով կտրեի։ Դնում են կատալիզատորի մեջ, տեստը անում են, դառնում է այդ purple, հա, մանուշակագույն, հա, այրում են և տալիս են մեզ շնորհակալագրեր, թե ՄԱԿ-ից, ես կուղարկեմ այդ բոլորը ձեզ, ամբողջ աշխարհում եք հայտարարում են, որ վերջապես Կենիան այդ հոտ ռուդից փոխվում է կարգին երկիր, մի խոսքով։ Հիմա այս մարդը, օպոզիցիայի ղեկավարը, ունենալով անձնական թշնամանք եւ հասկանալով, որ դատը պարտվում է, պլյուս եթե այնտեղ հարց կար նախագահին կպնելու ամենահեշտը ես էի, քանի որ ինձ էլ նախագահի աղջիկն է հիմա, էլի, հիմա ավելի հեշտ տարբերակ նախագահին կպնելու, բարեկամին կպնելն էր։ Եվ գնում է մի թերթ, որը որ նախկին նախագահի Արաբ Մոյի թերթն է, բայց իրականում Անգլիայի ֆիլիալը East African Standard, որը որ մենք փակել էինք ահագին ժամանակ, ռեյդ էինք արել, քանի որ նրանք միջցեղային ատելություն էին քարոզում եւ Արաբ Մոյը լինելով միջազգային քրեական տրիբունալի մեղադրյալ եւ հիմնական կասկածյալ Ռուանդայի գենոցիդի ուներ այդ պրակտիկան, այսինքն մի ռադիոալիքը Ռուանդայում դեպի 100 գենոցիդ միլիոնից ավել մարդ մեռավ։ Արաբ Մոյը ուներ այդ փորձը եւ փորձում էր նույնը ստեղծել Կենիայում տրայբալիզմի տակ։ Այդ թերթը փակվել էր ահագին ժամանակ, միջազգային ճնշումներ, Անգլիան էր խառնվում, ասում էր մեր ֆիլիալը բացեք, իհարկե մեղավորները պատժվեցին, թերթը նոր ահագին ուշ բացվեց։ Հիմա գնում է այդ թերթում 2004 թվականին հոդված է տպում այդ կոնտեքստով։ Հիմա մեր քննչականը վերցնում է այդ հոդվածը եւ ասում է ինչ ունեցված ունեն
դա այն ժամանակ որ կոկայինը ծախել են, փողերը օգտագործում են։ Բայց իրականում ասենք դրանից հետո 14 տոննա են ձերբակալել, հենա 14 տոննան կծախեինք, այնքան շատ էինք ձերբակալել, որ մի մասն էլ ասենք գաղտնի պախում, քանի որ ձերբակալվում էին այլ երկրի դիպլոմատներ կամ ՄԱԿ-ի անձնագրով մարդիկ եւ որպեսզի միջազգային սկանդալի մեջ չգցեինք, կանչում էինք այդ երկրի դեսպանին, ասում էինք ձեր աշխատողին էլ Կենիա չեք ուղարկի, մենք չենք հայտարարի եւ ոչնչանում էր այդ թմրադերը։ Մի խոսքով էսի կարճ ինչ էր պատահել մեր քննչականը։ Հիմա այն հարցին թե խորհել եմ արդյոք սխալները, մեր սխալը միակ եղել էր, որ ասենք միացել էինք մի շարժման, որի ղեկավարները լրիվ ուրիշ օրակարգ ունեին։ Ես ուրիշ սխալը տեղ չեմ տեսնում, պահանջը ժողովրդի շատ ճիշտ էր, եւ այդ պահանջանք չի որ գնացել է, ոչ էլ այդ էներգիան է սպառվել, այսինքն Նյուտոնի օրենքն էլ ասում է էներգիան որտեղից ոչ մի տեղից չի ծագում ու չի էլ կորում, այդ դժգոհության էներգիան ավելի ուժեղացել է, այդ դժգոհության էներգիան մանավանդես վերջի իրադարձությունների հետ կապված, թե վարչապետի հայտարարությունները, թե ԱԾ-ի Բաքու գնալը, թե գերիների հարցը չլուծվելը, թե այս բոլոր մանիպուլյացիաները ավելի հարցերը սրում է եւ երկրում ստեղծում է շատ պայթունալի իրավիճակ։ Տեսեք, ժողովուրդը անընդհատ կներեք, պարոն Սարգսյան, մի բան եմ ուզում ձեզ հարցնել։ Ժողովուրդը անընդհատ դուրս է գալիս փողոց, ցանկացած կանչի, որը որ իշխանության դեմ հավաք է հայտարարում, այսինքն իշխանության ապօրինությունների դեմ, չգիտեմ, երկրի հանձնման դեմ հավաք են հայտարարում ցանկացած ուժ, երբ որ հայտարարում է, դուրս են գալիս։ Բայց ըստ էության այնպես է ստացվում, որ ամեն անգամ ժողովուրդը հուսահատ հետ է վերադառնում իր տուն։ Տեսնելով, որ այդ շարժումը այդպես էլ առաջ չի գնում, բայց դուք ինչ եք կարծում, հիմա ինչ է պետք, ինչ է հարկավոր է ժողովրդին, որ այդ հույսը, այդ ներքին, չգիտեմ, ռեսուրսները մեր այդ հավաքական ուժը չմարի, չքայքայվի, չցրվեն, ինչ է հարկավոր ի վերջո է ժողովրդին, որ նորից ճիշտ ասացիք, հուսա թափվում, դա հենց պետական օրակարգ է, հիասթափված, հուսաթափված մարդը անցնում է իր անձնական շահերին։ Այսինքն, երբ որ ժողովուրդը դուրս է գալիս ու ասում է, այս անգամ էլ չստացվեց, հենց դա պետական օրակարգ է։ Հիմա կարճ բացատրեմ։ Քանի որ ես կուսակցություն եմ ստեղծում, ամեն անձնագիր ստանալուց մենք ստուգում ենք այդ մարդը ուր է եղել, ինչ է եղել, եւ եկանք եզրակացության, որ Հայաստանում կուսակցությունների մեջ ընդգրկված ամենաշատը երևի 10,000 մարդ կլինի։ Սկզբից այս կուսակցությունում են, հետո մեր մոտ են, հետո ուրիշի մոտ են։ Այն մնացած ժողովուրդը, որ փողոց է դուրս գալիս, դա հենց այն ուժն է, որից որ այդ էլի չասենք կեղծ կուսակցություններ, քանի որ կեղծ չեն, կան կառավարվող կուսակցություններից վախենում են, կամ այդ շարժումները, որ ուրիշ օրակարգով է ստեղծում, վախենում են։ Հիմա ասենք գեներացրել են 70,000 մարդ։ Այդ 70-ից եթե 5,000-ը իրենց կողմնակիցներն են, իրենք այդ մնացած 65-ից վախում են, այդ 65-ը միկրոֆոնն է կվերցնի, այդ 65-ը իրանց ոտերի տակ կտա, այդ 65-ը բախումների է կգնա, հիմա ոնց անեն, որ չստացվի, արվի են, ինչ-որ իրանք պատվեր է ստացել, դրա համար պետք է հոգնացնել, քայլացնել, կեղծ օրակարգել, բերել, ես չգիտեմ, սենատրա երգել, տարբեր ձևերով ժողովրդին հիասթափեցնել, որպեսզի ժողովուրդը ծրվի տներով ու մնա այդ 5,000-ը, որոնք որ թե ամոթից, թե այն զգացմունքից, որ իրանց կուսակցության ղեկավարն են, իրանք գիտեմ, որ այդ 5,000-ը իրանց բան չի ասելու, ամենաշատը նեղանալու է,
ասել է լավ, քեզ էլ իմացանք, գնան տուն։ Հիմա ինչ անել։ Դա հարցի մյուս կողմն է, կա մեր մոտ ծրագրեր, ամենաառաջինը կեղծ օրակարգերից հրաժարվել, որոնք ասում են միասնություն։ Մեր մոտ միասնություն չի կարող լինի, քանի կա անարդարություն։ Երբ որ մի մարդու երեխեն խրամատում ցեխի մեջ պարկած է, մյուսի երեխեն ստե ռաբիզա լսում նիվայով կամ ուրիշ կյանք է վարում, դու այդ միասնությունը չես կարող ստեղծես։ Քանի էլ եմ ասում, կա անարդարություն, բայց դու կարաս համախմբում ստեղծել։ Հիմա միասնության ու համախմբման տարբերությունը որն է։ Միասնությունը, եթե դու համաձայն ես իմ գաղափարներին, միանում ես։ Իսկ համախմբումը դու կարաս իմ հետ համաձայն չլինես, իմ ոչ ծրագրերին, ոչ գաղափարներին, բայց ունենաս ընդհանուր նպատակ, հա? Այո, ընդհանուր խնդիր կա, որը որ մեր հակասություններից բարձր է, հայրենիքն ազգն է եւ համախմբում ենք այդ խնդրի շուրջը։ Հիմա երբ որ այս մարդիկ բոլորը դուրս են գալիս ու ասում են միասնություն, հենց այդ կեղծ օրակարգն են առաջ տանում, որ չստացվի, իրանք լավ էլ գիտեն, որ միասնություն չի լինելու։ Իչև այս երկրում չլինի արդարություն, որը որ դեռ դժվար է։ Միասնության չեն գալու, այդ գաղափարից պետք է հեռու գնալ։ Մանիպուլյացիաները շատ են, ժողովուրդը չի հասցնում։ Այսինքն, այս իշխանությունը օրական մի թեզ է առաջ բերելու։ Եղերնի հուշարձան, Մասիս սար, իշխանությունը ես եմ երբ վերջ ԱԾ-ի այցելությունը ամսի 19-ին Բաքու, երբ որ 23 թվականի ամսի 19-ին սեպտեմբերի սկսվեց մեկօրյա պատերազմը եւ սկսվեց հայաթափումը, իսկ այդ Բաքվի ֆորումը համարյա, ես չգիտեմ, մի քանի ամիս էր երևի ընթանում, ոչ թե մեկ ամիս, իրանք կարան շուտ գնային, եթե պետքա գնային։ Փոխադարձ այցեր տեղի ունեցան, ադրբեջանցի պատգամավորն էլ էստեղ եղավ հաջորդ օրը դրա։ Եկավ Հայաստան եւ այո, ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Պես մի հատ բան են։ Հիմա իրանք կարան վաղնել Ալիևին ու Էրդողանին բերեն, դա էլ է հնարավոր։ Հիմա ստեղ ժողովրդին ինչա պետք։ Պահանջատիրություն։ Չհրաժարվել մեր պահանջատիրությունից։ Պահանջատիրությունը մեկ անգամվա ակցիա չի, դա պրոցես է իր ձախողումներով եւ տրիումֆներ, հաղթանակներով։ Այսինքն, եթե մեկ անգամ ասում ես պահանջատեր եմ, ոչ, պահանջատիրությունը ժողովրդի մոտ պետք է սկսվի ամեն ինչից։ Այն ծառը, որ դու ջրել ես, գալիս են քո աչքի դեմը կտրում են, դու թողում ես էդի պահանջատիրությունից հրաժարվում ես, այդ փողոցի անունը, որ փոխում են, որ դու գիտես, որ հայկականա էլի հիմա Մասիսարն են հանում, էլի պահանջատիրությունը։ Հասկանում եք, անպայման չի ժողովրդին փողոց հանել։ Այսօր մենք կարող ենք հարց լուծել եւ մենք լուծում ենք հարցեր։ Մեր ժողովուրդը նստեն տունը, իրանց կոլան, իրանց սուրճը խմեն, իրանց պոպկորնը ուտեն եւ on-line հարցեր լուծեն։ Մեր ազգը դարելա ցանցային ազգ, այսինքն Եղերնի պատճառով, տարբեր պատճառներով ծրվել ենք արտագաղթի եւ աշխարհով մեկ ենք։ Հիմա երբ որ ցանցային ազդեցություն կունենան, հիմա երեք վարչապետը Հայաստանի դեմ ցուցմունք էր տվել։ Ոչ ոք չի արձագանքում։ Ես տեսա Արիանան արձագանք է, ես եմ արձագանք է, այսինքն ժողովուրդը դեռ չի հասկանում ինչ ծանր հետևանքներ կարա այդ հայտարարությունը ունենա։ Ասողը լավ հասկանում է։ Այսինքն երբ որ դու ասում ես, որ մեր զորքերը ապօրենի գտնվել են այսինչ տեղը։ Դա ուրեմն առաջի հերթին ստեղծում է այն նույն նախադեպը, երբ որ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան չկարողացավ հատուցումները տալ եւ զորքերը մտան Սիլեզնիա եւ այդ Լոտարինգիա։ Ասացին, երբ որ պատրաստ կլնես Գերմանիա հատուցումները տաս, այդ ժամանակ զորքերը դուրս կգա։ Իմիջիալից այնտեղ հայկական
զորքեր էլ կան, երբ որ մտան այդ Սիլեզնյան եւ Լոտարինգյան։ Հիմա այս նախադեպը, այդ որ ասում է վարչապետը, մենք ապօրինի մտել ենք, այսինքն ագրեսորի ցուցում կա տալիս Հայաստանի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով Ադրբեջանի այդ ռեպարացիաների 50 միլիարդը, որը որ դրված է, վաղ Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է ասել, եթե ռեպարացիան 50 միլիարդը հիմա չեք կարողանում տալ, իմ զորքը կլինի ստեղ, մինչև ռեպարացիաները տաք։ Այսինքն ոչ թե վարչապետը, ոնց որ մարդիկ գրում են անմերսունակա, ոչ, հակառակը, այս մարդը Հայաստանի շահերին չի ծառայում, ստեղծում է շատ վտանգավոր նախաբաններ եւ շատ վտանգավոր քայլեր անում, որը որ չգիտեն գիտակցաբար թե անգիտակցաբար վերելու է մեր երկրի լուծարմանը եւ փորձնել ունեն թե իրենք թե կողքի պետությունները միակ ճանապարհը, որպեսզի այս բոլոր հանցագործությունների դեմ իրանք պատասխան չտան, իբր դա Հայաստանի լուծարմանն է տանելու։ Հիմա էլի եմ ասում, անպայման չի շոքին ցրտին 70,000 մարդ հանենք փողոց։ Ոչ։ Այդ ցանցային պետության գաղափարը, որ մենք տալիս ենք, Սփյուռքի ներգրավումը, որ Սփյուռքը կթուկովից արդեն դառնա, կթուկով մի քիչ լավ եմ ասում են, ռուսերեն девочка по вызову կա։ Այդ կարգավիճակից դառնա երկրի տեր։ Հենց սկսվում է այն բանից, որ երբ որ վարչապետը ինչ-որ հայտարարություններ անում, այն ջղայն երեսները, այն բութմատը ներքև կամ այն կոմենտները, որ մեկնաբանությունները տակը գրում են, անպայման չի հայհոյանք լինի, գրական, ասենք ես հայհոյանք չեմ գրում, ես մեկնաբանություն եմ գրում, դա իրական մարդիկ են, դա ասենք այս իշխանության ֆեյքերի, բոտերի ֆերման չի, իրանք մենք, ասենք ես գիտեմ, ժողովուրդը չգիտի, որ իրանք այս բաները անում են, որպեսզի տեսնեն իրանց ռեյտինգը, որպեսզի տեսնեն այդ լուսամուտները օվերտոնի աշխատում է, թե չի աշխատում, ու երբ որ ժողովուրդը կսովորի, որ ասենք այդպիսի մեկնաբանության դեմ միլիոն հատ բութմատ ներքև կամ միլիոն հատ սմայլիկ ջղայնացած կամ միլիոն հատ մեկնաբանություն կամ միլիոն հատ դատախազություն իմեյլ կգնա, այս ժամանակ այս մարդիկ կհասկանան, որ իրենց քայլերը չի աշխատում։ Մարդը տունը նստած այսօր օնլայն, ձեր հարթակներով, TikTok-ով, Facebook-ով ավելի մեծ հարց է լուծում, քան սա ասենք շոքին ցրտին է ժողովրդին դուրս հանես, մի հատ էլ հային հայի հետ բախես, մի հատ էլ իրանց գործակալները քաղաքացիական շորով կամ սադրանք սարքեն ոստիկանների հետ, որպեսզի ասենք նոր ձերբակալություններ ստեղծեն։ Փողոցի պայքարել է լինելու, դա հարց չի, բայց պետք է փողոց իջնես արդեն հաղթած։ Հիմա փուլ է, որ ժողովրդին իրազեկվում է, որ ժողովուրդ ջան, օնլայն ավելի մեծ հարց ես լուծում, մենք դրա ապացույցը ժողովրդին ցույց ենք տվել։ Բայց կարծում եք կհասկանան այդ ջղայն սմայլիկներով, չգիտեմ ձեր նշած ձևերով բութերի։ Իրանք հասկանում են, եթե դուք խոսում եք իշխանություններից, իրանք հասկանում են, իրանք վախենում են, ու եթե նայում եք Նեպալի դեպքերը, ես Նեպալ շատ եմ գնաց է եկե թե հնդկերեն, թե իրանց լեզվով խոսում եմ վարժ, ասենք Նեպալը հոյակապ երկիր էր մինչև թագավորի ընտանիքի սպանություն հետո, այսենց աղավաղվա Նեպալը, իրանք այդ երբ որ տեսնում են այդ վտանգները կողքի պետությունը, որը որ վարակիչ է, իրանք լավ գիտակցում են, հիմա նայենք այս վերջի հայտարարություն, 4 հանրապետություն, լավ գիտակցելով, որ սահմանադրությունը չի կարողանալու փոխի, ու եթե ինքը այդ քայլը անի, դա ամենակարճ ճանապարհն է, որ ինքը դուրս շպրտվի։
Այսինքն հասկանալու, որ ինքը սահմանադրությունը չի կարողանալու փոխի, այդ հարաքվեն ինքը պարտվելու է եւ շատ մեծ ներքին լարում ստեղծելու, ասում է լավ եկեք ստեղծենք 4-րդ հանրապետություն։ Այսինքն որը որ նոր երկիր է, մենք չգիտենք թե ինչ երկիր է, նոր սահմանադրությամբ, նոր հռչակագրով։ Հիմա դա հենց այդ մանիպուլյացիաների աղբյուրն է, որ մարդը հիմա մտածում է, եկեք ստեղծենք 4-րդ հանրապետություն։ Բայց ստացվում է, որ այդ տրամադրությունները, երբ որ ինքը ստուգում է, կարելի է այդպես չէ, նաև որակել տրամադրությունը ստուգում այդ սմայլիկներով ու բութերով ու ջան սմայլիկներով, երբ որ ստուգում է, ինքը ավելի այլ ելքեր է գտնում իր ծրագրերը իրականացնելու, նպատակին հասնելու համար։ Ստացվում է հակառակ ազդեցություն ունենում այդ սմայլիկները, այսինքն ինքը այլ տարբերակներ է գտնում դրանց հասնելու, էլի անում է այն ստիպենք, որ ինքը այլ տարբերակները գտնի ու վերջը գալու այն տարբերակին, որը որ ժողովուրդն է իրան թելադրում, քանի որ դրսի տերերին էլ ինքը ասում է, տեսեք, ես չեմ կարողանում անել։ Ու երբ որ ինքը կհասունանա դրան, կթողի աթոռը կգնա։ Հիմա եթե մենք ունենայինք իրոք պարլամենտական օպոզիցիա, շատ ավելի հեշտ կլներ այդ հարցերը արագացնել, բայց քանի որ նույնիսկ այդ խումբը, որ այնտեղ նստած է, աթոռ է զբաղացնում, բազում անգամ նրանց ասել եմ, որ ժողովուրդ մեղք եք, դուք էլ եք պատասխանատու, քանի որ իշխանությունը մենակ քպն չի, դուք իշխանության մաս եք, եկեք հրաժարվեք այդ աթոռներից, վաղ այդ հայկական տրիբունալի դիմաց դուք էլ եք կանգնելու։ Բայց քանի որ դա ղեկավարվող, կառավարվող ընդդիմություն է, մի քիչ մեր քայլերը դանդաղացնում են, կարար ավելի արագ լիներ։ Սկսած ամեն ինչից պետք է այցից հետո որոշում կայացվեր, որ ֆինանսավորումը բոլոր պետական աշխատողների կանգնացումը միջև թափանցիկություն չլինի, որ ոչ մի հատ պաշտոնյա կամ չինովնիկ չկարողանա այցելել կողքի երկիր առանց թափանցիկության, առանց արարողակարգի թափանցիկ բացատրման, որ չեն գնալու այնտեղ Ադրբեջանի օրհներքի տակ կանգնեն, պատվի առնեն Ալիևին կամ Բարձրաստիճան ԱԾ-ի ղեկավարներին եւ այլն եւ այլն։ Միջև այդ թափանցիկությունը ժողովուրդը չտենա, ֆինանսավորումը պետք է կանգնացվի։ Բացի մեզանից ու բացի ձեզանից, ես չեմ տեսել, որ ոչ մի կուսակցություն քննադատի, մեղադրի ԱԾ-ի այցը դեպի Ադրբեջան Բաքու։ Զանգել եմ մի երկու հոգու, ասել եմ տղեկ, եթե չեք մեղադրում, մեղավոր եք, վաղը դառնալու եք դրա բան կարող է գերի բերի, այդ տղա գերի չի բերելու այս մարդը, գերիները կարող է պահեն որպես բանակցության չիպ ընտրություններից առաջ բերեն, եթե բերեն, եթե այդ տղաները ողջ են։ Հանդիպումներ Արադ Միրզոյան, Կարմիր խաչ։ Երբ որ Կարմիր խաչը բաց էր, Արադ Միրզոյանը չէր հանդիպում։ Հիմա Բաքվում Կարմիր խաչը փակել են, հիմա նոր հանդիպում է։ Դրա էֆեկտիվությունը ո՞րն է։ Փոխում են ժողովրդի, փորձում են ժողովրդի վրա ծախել կեղծ նարատիվներ, մեր փողերով դպրոց են սարքում, որը որ պարտավորությունն է իրանց։ Մեր փողերով հարկատուի, ասենք դա ոչ Փաշինյանի ընտանեկական փողերն է, ոչ մի բան։ Ու ժողովրդին համոզում են, որ մենք դպրոց ենք սարքել։ Այ մարդ, դա քո պարտավորությունն է, մենք քեզ մենեջեր ենք դրել, որ մեր փողերը կարողանաս ճիշտ ձևի ծախսես։ Հիմա այս աղքատության մեջ ժողովրդի վրա ծախում են, թե մենք դպրոց ենք սարքել, թե մենք էս ենք արել, թե մենք այն ենք արել։ Ու ժողովրդի մեջ, քանի որ մեդիան էլ է մոնոպոլիզացված, իրանց ձեռի տակ է, շատ քիչ, ասենք, ձերպես ընդդիմադիր մեդիաներ կան, այդ ժամանակ իրանց մոտ դա ինչ-որ չափով ստացվում է, առաջի ալիքը, հանրային ալիքը, տենց ակտիվորեն քարոզում է իրանց, որը որ հանրային ալիքը, էլի, ոչ Փաշինյանի անձնական ալիքն է, էլի, մեր փողերով պահվող ալիք, այսինքն մենք մեր փողերով այսօր
պահում ենք ԱԱԾ, որը որ մեր դեմ է աշխատում։ Մենք մեր փողերով պահում ենք հանրային հեռուստատեսություն, որը որ մեր դեմ է։ Պահում ենք կառավարություն, որը որ մեր դեմ է։ Պահում ենք ընդդիմություն, որը որ մեր դեմ է։ Մենք հայ ժողովուրդը մեր հարկերով մեր գերեզմանն ենք փորում։ Սենց ասեմ։ Այն հերոսները չենք, ոնց որ վարչապետն է ասում հարկատուն։ Չէ։ Մենք մեր հարկերով այսօր փորում ենք մեր գերեզման։ Եվ դրա դեմ էլ քայլեր ունենք, ոնց ենք անելու, որ ինչ բոյկոտներ, հիմա շատ չընթերցակվեմ ծրագրերով, որ ձեր ասածի պես իրանք չպաշտպանվեն, մեթոդներ չգտնեն, որ իրենց մեր արածներն է իրենց համար սյուրպրիզ լինի, ոնց որ ինքը ամեն առավոտ զարթնում է ու որոշում է այսօր ինչ պետք է ասի, որ հիմնական ծրագրի հիմնական խնդիրների ժողովրդի ուշադրությունը շեղի, էլ եմ ասում, կլինի հուշարձանների քանդում, կլինի հող տալ, կլինի ինչ-որ մեկնաբանություն իր Facebook-յան էջում, կլինի իր այդ մարմնի մասերի ցուցադրելը դերդերին, տարբեր, որ հիմնականը ժողովրդին հիմնական խնդրից շեղելն է։ Ժողովուրդը օրերով սկսի խոսալ, արես Նիկոլը տերդերներին ուզում է բան ցույց տա, Նիկոլը էս անում, Նիկոլը օրակարգ են ստեղծում, այո, կեղծ օրակարգեր,